Ռուսաստանը չինացի զինվորների է հավաքագրում, որ կռվեն Ուկրաինայում։ Ինչպես? Սրանով։ Ահա չինական սոցցանցից մի գովազդ։ Վերջում էլ հորդոր, թե բա տղամարդ ես, քեզ տղամարդու պես պահիր։ Այս այսպես ասած գովազդային տղամարդկությունը գին ունի։ Նորակոչիկներին առաջարկվում է գրանցման բոնուս 7000-ից 21000 դոլար եւ ամեն ամիս 2400 դոլար աշխատավարձ։ Չինական մեգապոլիսներից դուրս ապրողներն այսքան գումար սեփական երկրում դժվարությամբ են վաստակում։ Նման գովազդներն ուշադրության կենտրոնում հայտնվեցին, երբ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարեց, թե Կիևը գերեվարել է 2 չինացի վարձկանի։ Զելենսկին նաև նկարներ հրապարակեց ու սա համակարգված արշավ որակեց։ Բայց լավ, չինացիների ինչին է պետք ռուսական բանակում կռվելը։ Ամենամեծ մոտիվացիան ըստ երևույթին փողն է։ Մեր դիտարկած բոլոր գովազդները շեշտադրում են բարձր աշխատավարձը, ինչը դատելով մեկնաբանություններից կարևոր խթան է շատերի համար։ Չինացիների մի մասին էլ պատերազմի արվեստն է հետաքրքիր, բայց ոչ իրենց հայրենակցի գրած այս գիրքը, այլ Պուտինի սկսածը։ Չինացի լրագրող Չայի Ջինին տված հարցազրույցում մի վարձկան պատմել է, որ տուրիստական վիզայով Ռուսաստան է գնացել ու ռուսական բանակին միացել ոչ միայն փողի, այլ նաև փորձի համար։ Այստեղ արժե հիշեցնել, որ չինացիները վերջին անգամ 1979-ին են պատերազմել ընդդեմ Վիետնամի ու մի 3 շաբաթ։ Գաղտնիք չէ, որ Չինաստանը Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում կարևոր դեր ունի Ռուսաստանի տնտեսության պահպանման գործում։ Միաժամանակ Չինաստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է հեռու մնալ Պուտինի բնորոշած հատուկ ռազմական օպերացիայից։ Իդեպ, հեռու մնալու մասին իր պատերազմի արվեստում լավ խոսք ուներ նաև չինացի մեծ ստրատեգը։ Սուն Ցզին ասում էր, գետը կտրել անցնելուց հետո դրանից լավ հեռու պիտի գնաս։ Եկեք չմոռանանք, որ Չինաստանի մասին ենք խոսում։ Այս երկրում համացանցը խիստ գրաքննության տակ է, իսկ սոցիալական մեդիան վերահսկվում է ամենաբարձր մակարդակով։ Բայց նույնիսկ այս պայմաններում ռուսական բանակ գնալու մասին հրապարակումները մեծ եղբոր աչքի առաջ մի քանի ամսական են դառնում ու շարունակում ապրել սոցցանցերում։